Անգամ եւս բարի լույս ձեր բոլորին ողջունենք ձեզ մեր յուրաքանչյուրդ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ բարի քալուս կմաղթենք ձեզի, որ ձեր չանքը թափեցիք եւ չխնայեցիք, որովհետեւ այս արավոտ սարերուն եւ ցիներուն մեջ քալելով, քշելով եւ այլն կարողացաք հոսացնել։ Եվ ողջունենք անոնք, որոնք մեզ հետ Facebook-ի վրա գհետևին, իրենց դուներուն մեջ թող Աստծո խաղաղությունը մեզ բոլորին հետ լա։ Անցած շաբաթ խոստացանք, որ այսօր պիտի շարունակենք այն քարոզը եւ այն պատկամը, որ սկսանք։ Եվ պիտի չնմանենք այն որդին, որ ըսավ պիտի կործեմ, բայց չի կործեց։ Այսօր պիտի նմանենք կործողներու խումբին, կործողներու անձերուն, որոնք գսեն եւ գգադարեն։ Ուրեմն մարդը երկու որդիներ ուներ, եւ Այքիմը ուներ, Բարդեսմը ուներ, եւ առաջին որդին կնաց եւ ըսավ, այսօր կնա աշխատիր իմ տաշտիս մեջ, անիալ չեմ երթարսավ, եւ ետքը միտքը փոխեց եւ կնաց։ Երկրորդ որդին եկավ եւ ըսալ, այսօր կնա աշխատիր Բարդեսիս մեջ, անիալ գերտամսավ, բայց ետքը միտքը փոխեց եւ չի կնաց։ Հիմա Հիսուս իր շուրջիներուն հարցուց եւ ըսավ, ով իր հորը գամքը գադարեց, անշուշտ առաջինը։ Ինչու համար, որովհետև անիգա կործեց, թեպետ չեմ երթար ըսավ, բայց քնած եւ կործեց։ Ուրեմն կարևորակույնը այն է, որ ինչ գնենք եւ ոչ թե միայն ինչ գսենք։ Կործը ավելի կարևոր է։ Վստահ եմ, որ մեզ յուրաքանչյուրս գհիշենք բարականեր, որ բանը խոստացած ենք, այո ասած ենք, բայց ետքը բարակաները փոխված են եւ չենք կրած մեր խոստումը։ Անշուշտ ադիգա զանազան բաճարներ ունի, շատ անգամներ գխոստանանք, բայց գմորնանք մեր խոստումը գադարելու։ Ադեններ գլա, որ բարակաները չեն ներեր, որովհետեւ մեր գադարած խոստումը անենք։ Գամ մեր իշխանության տակ չլար, մեր կոնտրոլին տակ չլար, ինչ որ խոստացանք ընելու։ Մենք չենք որ կդիրապետենք, ասոնք եւ ասոնց նման զանազան պատճառներ կան, որ խոստումներ չի կատարվիր։ Աստված երբեք չի դպավորվիր մեր խոսքերով, այլ կդպավորվի մեր կործերով։ God is not impressed with words. God is interested in our works. Կարևոր չէ ինչ կսենք, կարևորը ինչ կնենք։ Երկրորդ որդին գերտամսավ, բայց օրվան վերջը մեջտեղ ելա, որ կացած չէ։ Եվ ասիկա դխուր պատկեր մնե մանավանդ հորմը համար, որ իր զավակեն խոստում մը գլսե եւ այդ խոստումին կործածությունը չի տեսներ։ Հիմա անոնք, որ ընտանիքներ են, անոնք, որոնք զավակներ ունին, կամ անոնք, որոնք զավակներ ունեցած են, գիտեն, որ քո զավակները ինչ խոստումներ կտան քեզի, եւ յետքը կտեսնես, որ իր խոստումը չի կատարած։ Սենյակը չտկեգսես, այո գսե, իր գունը գերտած կնայիս, քնանալու ժամն է, արդեն պիտի քնանա եւ սենյակը չէ շտկած, օրինակ։ Կամ հակվերիկդ պատրաստ է, այո գսե, բայց չի պատրաստներ։ Կամ դպրոցականներուն թասը սորվիր, այո գսորվիմ, բայց իր գուն գլա, չէ սորված։ Ասոնք
իրական բարականեր են մեր կյանքին մեջ, որ բոլորս ալ գանցնենք եւ գտեսնենք, որ Հիսուսի պատմած այս արակները օդին մեջ եղած արակներ չեն, այլ թեփքեր են, արակներ են, որ մեր կյանքի մեջ բնական կերպով մենք գտեսնենք, մենք անոր փորձառությունը գունենանք։ Հիմա նայեցեք, այս տղան, որ գերտամը սավ եւ չի գնաց։ Հիմա մինչև իր չերթալու բարական մեջտեղ ելլե, մինչև հայտնի ըլլա, որ չեկացած, եթե թուրսեն նայինք, պիտի տեսնենք, որ ինչ հարկալից դղամն է, ինչապ թուրսեն լավ երևցող դղամն է, նայ ինչապ իր հորը խոսքը գուզե գադարել, թուրսեն ամեն բան գեղեցիկ է, թուրսեն ամեն բան հստակ է, գրթված դղա է, մեկ խոսքը երկու ջրավ, այո ասավ, ասիկա թուրսի բաժինն է, բայց ուր էր խնդիրը, where is the problem, անիգա չի կնաց, խոստացավ, բայց չի կնաց, հնազանդ սիրտ չունեցավ, բարձրապես խոսք էր իր ռածը, և մենք մեր շուրջը գտեսնենք, ադեներ մենք ալ գիտանք այդ ծուղագիտ մեջ, հայերենով գսենք, մենք հայերս գսենք, լեզու գտապենք, շատ բաներ գխոսենք, հիմա անոնք, որոնք լիբանանեն ու կան, փորձալու են, լիբանանցիները շատ վարպետ են, ոչ հայերը, լիբանանցիները շատ վարպետ են լեզու տապելու մեջ, որովհետև լավ վաճառական են, փամը գխոստանան քեզի ինչեր գսեն եւ մեջտեղ ելնե որ բոլոր խոսածը օդին մեջ փարեր է, լիբանանցիները գժպտան որ գիտեն, մարդիկա որ այդպես են, լեզու տապելու մեջ վարպետ են, բայց իրենց կորզին գնայիս միայն խոսք է, ինչպես գիները խոհանոցի մեջ ջաշ կեպեն, շոքին գելլե և հանգարց կդեսնես շոքին կնաց, խոսքերը շոքիի պես են, այդ վարգյանին գերևին, բայց ետքը գան հետանան, ասոնք այն մարդիկն են, որ թուրսեն շատ լավ գերևին, Հիսուս ձանր պարմը կործածեց, այս տեսակ մարդոց, գիտեք ինչ ասավ, գեղձավոր, և ասիկա ձանր պար է, բայց իրականություն ներկայացնե, հիմա ասել չէ, որ եթե կյանքիդ մեջ պամը խոստացար և չի կատարեցիր, տուն գեղձավոր ես, ադի չէ իրականություն, այդպես չէ, բայց եթե ադիկա կյանքի ծևն է, կու աբրելագերբդ է, մանավանդ աստուծո հետ, որ գխոստանաս և գպործես լավ երևիլ, լավ իմպակտ ծիկել, լավ աստեցություն ծիկել շուրջիներուտ, եթե Հիսուս այսօր մեզի հետ պիտը լար, պիտը սեր մեզի գեղձավոր։ Մենք այսօր այդ պարը քիչ ավելի կթեթևցնենք, գիտեք ինչ կսենք, թերասան, քիչ ավելի թեթև է, բայց նույն իմաստուն ունի, ներսեն դարբեր է, դուրսեն դարբեր է, խոսքը դարբեր է, գործը դարբեր է։ Հիսուս ինչ եզրակացության եկավ այս համարին մեջ, այս արագեն ետք։ Ասավ մեղավորները գմտնեն երկնքի արքայությունը, ցեզմե առաջ, որ մե առաջ, այդ փարիսեցիներ են, գրոնավորներ են, որոնք լավ գերևեին, որոնք կխոստանային, իրենք այսպես ենք, մենք այդպես ենք, բայց իրենց կյանքին մեջ հնազանդություն չի կար։ Ասավ այն մարդիկը, որ մերժեցին Աստված, որ դուք կսեբեք, որ անոնք մեղավոր են, անոնք մաքսավոր են, անոնք Աստծո հերույ են, մենք իրենց լավ ենք, անոնք ցեզմե առաջ կմտնեն որ երկինքը։ Ինչու համար, որովհետև անոնք մերժեցին, բայց ետքը
միտքերնին փոխեցին, անդրադարձան, որ իրենց ընթացքը ճիշտ չէր եւ մտան Աստծո թագավորությունը։ Իսկ դուք, որ ձեր արժևեն թմբուկ տվակոներ գտանիք, publicity-ներ գնեք, marketing գնեք, որ դուք այս եք, դուք այդ եք, բայց իրականության մեջ դուրս եք Աստծո թագավորութենեն։ Անոնք փոխվեցան, որովհետև խոստովանեցան իրենց մեղավորը լալը, դարձի եկան, նորոգվեցան եւ գարելիությունը ունեցան Աստծո թագավորությունը մտնելու։ Խոսքը գործի վերածելը եկեղեցիկալեն շատ ավելի անտին է։ Եկեղեցի մեջ ծառայելն շատ ավելի անտին է։ Քարոզելն շատ ավելի անտին է։ Աստված գնայի մեր սրտին։ Աստված գնայի մեր թրթաբաճարներուն motivation. God looks at the motivation. Ինչու համար գնենք, ինչ որ գնենք։ Եթե միան մեր փերանը կործածենք, եթե միան մեր լեզուն կործածենք, մենք ինքզինքնից կխապենք։ We deceive ourselves. Եթե միան թուսեն ուզենք լավ երևիլ, մենք մեզի կխապենք։ Եվ կգարձենք, որ ամեն բան լավ է։ Ամեն բան բնական է։ Ամեն բան սահուն կընտանա, բայց այդ մտածումը մեզի թույլ չի դար, որ մենք ներքնաբես սկսենք փոխվել։ Ադիգա բլոկե գնե, արգելք կգենա։ Եթե ասեմ, որ ես ինձ նայում եմ, ասեմ, օ, շատ լավ եմ, շատ լավ կընտանամ, որ շատ լավ գնեմ, որ ինչ որ գնեմ, լավ կխոսեմ, որ լավ կկործեմ, որ ադիգա արգելք է, որ ես ներքին չի փոխվեմ։ Եվ Աստծո խոսքը մեզի գրավիր է օրե-օր փոխվելու, օրե-օր նորոգվելու, մինչև հասնենք Քրիստոսի պատկերին։ Ոյ մեգերնից եթե օրը ասենք, ես շատ լավ եմ, ասկի ավելի բեք չել լամ այլևս, ինչ լավ եմ, ամեն բան լավ գնեմ, որ գուքան ինձի գշնորհավորեն, որ ասիանի, քիծածերեք, որ ադիգա մեր հոգևոր մահվան օրն է։ Քիծածերեք, որ մենք ատկի անտին չենք գնալ փոխվել եւ ավելի յետև երթանք։ Հայտնություն Հովաննես կիրքի մեջ Հիսուս 7 նամակներ կգրեի եկեղեցիներուն։ Եվ այդ նամակները բավական գխայդարագեն եկեղեցիները։ Եթե արիթմոնիկ կարտացեք, երկրորդ եւ երրորդ գլուխներն են։ 7 եկեղեցիներուն կգրե, որոնց միայն երկուքը մենք հայերենով գսենք փռնվերիկ են։ Մյուս 5-ը արդեն գործընծուցած են իրենց հավատքը։ Անոնց մեջ եկեղեցի մը գա Լավոդիկեի եկեղեցին։ Երրորդ գլուխին մեջ։ Որ գսե գիտեմ քու գործերդ 3:15-ն։ Գիտեմ քու գործերդ, որ ոչ բաղես եւ ոչ տակես։ Երանի թե բաղը լայր կամ տակ, ուստի տուն որ քաղճես, ոչ տակ եւ ոչ բաղ, քեզ փերնես դուրս բզխելու վրա եմ։ Ինչու համար ասպես ես, նայեցեք կշարունակե։ Քանզի ինչ գսես։ Գսես, որ ես հարուստ եմ։ Ես մեծած եմ։ Ես փանի մգարոդություն չունիմ։ Կտեսնենք այս եկեղեցին գսե, որ ես ամեն բան ունիմ արդեն։ Ամեն բան լավ գերտագոր, ամեն բան լավ գնտանագոր։ Բայց չես գիտեր գսե, որ դու խեղճ ես, որ դու թշվարական ես, որ դու աղքատ ես, գույր ես եւ մերգ ես։ Ուֆ։ Շատ ծանր խոսք է։ Մեկը որ ինքսինքը կտեսնե, որ ամեն բան լավ է իր հետը։ Ինչ լավ հավատացյալ է։ Ինչ լավ բաներ գնեմ որ։ Դու քեզի հայլին մեջ գնայես եւ չես հավատար, որ ինչ լավ մեկն ես դու։ Ադիգա քու աչքը դե։ Ադիգա քու մտածումը դե։ Ադիգա թերևս քու շուրջիներուտ խոսքերն են։ Բայց ոչ մեկ բան կարևոր է, բայց միան մեկ բան։ Աստված ինչ կսե քեզի համար։ Աստված ինչ կսե։ Ոչ թե դու քեզ ինչ կսես, ոչ թե գինդ ամուսինդ ինչ կսե, զավակներդ ինչ կսեն, բաբատ մամատ ինչ կսե, եկեղեցին ինչ կսե, վարչությունը ինչ կսե, հոգապարությունը ինչ կսե եւ այլն։
Աստված ինչ կսե քեզի համար։ Այս եկեղեցին ասա, որ ես շատ լավ եմ, բայց Հիսուս եկավ ասա, որ քու քիծածիդ ճիշտ հագարակրես։ Եվ եթե այսպես շարունակես, քեզի փերանես դուրս պիտի փսխեմ, դուրս պիտի հանեմ։ Եվ ասիգա որքան լուրջ, որքան ծանր իրավիճակ մնե, որ յուրաքանչյուրս քննելու ենք ինքնիս, մեկ թիտնելու ենք, անգլերենով գսեն wishful thinking, գուզես որ այդպես ըլլա, բայց խորքի մեջ այդպես չէ, և թուն deceive գնես որ ինքզինքդ, թուն կեզի գխապես որ ինքզինքդ, անոր համար Աստված ինչ ասավ, գիտեք, ասկե 2500-2600 տարիներ առաջ Աստված Եսայի մարգարեին քիրքին մեջ միջոցով մելանով ինչ ասավ, գիտեք, այս ժողովուրդը ասավ, Իսրայելի ժողովուրդին համար գսե, այս ժողովուրդը ինձի փերնովը գմոտենա եւ իրենց շրթունքներով ինձի կբատվե։ Ասիկա մինչեւ հիմա լավ բան մնե։ Փերանով գմոտենա որ շրթունքներով Աստված կբատմե որ, բայց անոնց սիրտը ինձ մե հերու է։ Հիմա թուրսեն ամեն բան լավ երևի որ։ Ամեն բան քեղեցիկ է։ Բայց Աստված գսե սիրտը ինձի հետ չէ։ Աստված սրդին գնայի։ Աստված մեր կործերուն գնայի։ Աստված մեր ընելիքին գնայի։ Ոչ թե ինչ որ գսենք, ինչ որ գնե, ինչ որ գծուցափերենք, որ մենք այդպես ենք։ Այլ Աստված մեր ներսը գիտե։ Ձածուկ բամը չի գա, որ Աստված չգիտեր։ Դու գնաս ծածկել քո իրավիճակդ։ Դու քեզ մեկ գնաս ծածկել, դու խապված լա, դու քեզի կգարձես որ շատ լավ ես, բայց այդպես չէ, դու քեզի խապած կլաս, դու քեզի կծածկես։ Կամ եթե գիտես դու ինչ ես, բայց լավ գծցնես դու քեզի։ Բայց Աստված չի խապվիր։ Աստված ծանր չլար։ Գսե անոնց սիրտը ինձ մե հերու է, ու ինձ մե ունեցած վախերնին մարդոց սորվեցուցած բադվիրանքին բես է։ Այսին ճշմարիտ վախը չունին իրենք։ Մարդկային վախ ունին մեջերնին։ Աստվածային վախ չունին մեջերնին։ Անոր համար Հակոբոս Արաքյալ ինչ կսե, խոսքը գադարեցեք, միայն մի լսեք ինքզինքնիդ խապելով։ Եթե տուն ամեն գիրագի ուկաս, խոսքը գլսես, ադիգա լավ է, պետք է որնես, բայց պավարար չէ։ Եթե տուն դունն ես և Facebook-է մդիկ կնես, YouTube-է մդիկ կնես, շատ լավ բան կնես, և պետք է շարունակ եսնել, բայց պավարար չէ։ Մեր լսածը և մեր սորվածը պետք է որ գադարենք։ Աստուծո խոսքը գփոխե մեզի։ Բայց այդ փոփոխությունը մեր ցերկին մեջն է։ Եթե չենք ուզել փոխվել, չենք փոխվել։ Եթե գուզենք փոխվել, Աստծո հոգին կաշխատի մեր մեջ և գփոխե մեզի։ Ինքզինքնից կխապենք, շատ անգամներ ինքզինքնից կխապենք, բայց լուր չունենք, որ ինքզինքնից կխապենք։ Անգամ ևս ասեմ, ինքզինքնից կխապենք, բայց մենք լուր չունենք, որ ինքզինքնից խապած ենք։ Եվ ասիգա շատ ավելի վատ իրավիճակ մնե։ Անոր համար Աստծո խոսքի մեջ շատ անգամներ կգարտանք սաղմոստերու մեջ, ով դեր իմ աչքը սպաց, իմ միտքս լուսավոր է, իմ սիրտը սպաց, որպեսզի տեսնեմ, իրականությունս տեսնեմ, չեմ տեսնել, շատ անգամներ չեմ տեսնել, անոր համար պետք ունենք, մենք ինքզինքնից տեսնելու։ Այս թագարտին մեջ ինգան գարկում օրինակներ, գիտեք, անցյալ կմտածեի, որ այսօրվա քարոզիտ մասին ասի, որ անցյալ անգամվա քարոզը թրին էր, օրինակը լավ էր,
դղան ոչը, սա վերջը կնաց, հիմա աս դուղում բարական դժվար է, այո, սա պայտ չի կնաց, անցան անգամը պոզիտիվ վերջացավ, բայց այս անգամը նեգետիվ վերջացավ, ինչ օրինակներ կրնամ դալ, ինչպես կրնամ խոսքը փոխանցել, դժվար է, վատ օրինակներուն մեջ են պան սորվիլը ատքայն թրուն չէ, Հութան Եսուսի աշակերտ էր, առաքյալ պիտի ելլար, 3.5 տարի իր հետ ապրեցավ, բայց Գեթսեմանի բարդեզին մեջ համբույրով մատնեց իր դերը, վարդապետ, մոտենալով վարդապետը սավ և համբուրեց, լավ բաներ կարոզեց Հութան, լավ փորձառություններ ունեցավ, շատ լավ բաներ սորվեցավ, ճիշտ աղբյուրեն խմեց ջուրը, ինչպես հայերեն գսենք, բայց չգրծավ շարունակել այն ընթացքը, որ Հիսուս իրեն կանչած էր, գեղձավորություն լավ Հութան, անորմալ Հիսուսին չսավ, համբույրով ինձի կմոտենաս, գեղձավոր էր, և այդ գեղձավորության մեջ մահացավ։ Գործարակելոց 5-րդ գլխում մեջ կգարտանք, որ 4-րդ գլխում վերջավորության կգարտանք, որ եկեղեցին ինչպես պարկավաճեցավ, նույնապես, երբ որ ամեն մարդ իր ունեցածեն փերավ և առաքյալներուն հանցնեց։ Շատերը իրենց դուները ձախեցին, շատերը իրենց հողերը ձախեցին, փերին և առաքյալներուն դվին, որպեսզի եկեղեցին կարողանա հարաճ երթալ։ Մեծ զոհողություն էր, զույգ մգար, Անանիա և Սապիրա անունով, իրեն գալ ուզեցին ադիգաներ և լավ բաներ որերին, բայց ուզեցին լավ երևնալ, որովհետև շատերը, երբ որ գծախեին, ամբողջությամբ կինը գպերեին և գուդային առաքյալներուն, իրեն գալ ուզեցին այդպես երևնալ, բայց այդպես չրին, այդպես ծևացուցին, բայց այդպես չրին։ Գտեսնեք, որ քիչ առաջվա օրինակը, որ ինչ գծևացնես, մարդոց կնաս խապել, բայց Աստուծո չես կնար խապել։ Աստուծո հոգին մեջտեղ խանեց և Պետրոսը սավ Անանիա, իսկապես դուք այս կինով ձախեցիք, այո, այս կինով ձախեցինք։ Ինչու սավ Աստուծո հոգին թեմ սուտ կխոսիս որ, քեզի է սավ, քեզի կպատկանի, նույնիսկ գրնայր ձախել, նույնիսկ պամ մնալ չի պերել, քեզի կպատկանի, բայց ինչու տուն ուզեցիր լավ ծևանալ, մինչդեռ այդպես չես, և Աստծո խոսքը մեզի գսե վարգյանական Անանիա կեդին ինգավ իր հոգին դալով։ Գիննալ ներս մտավ, քանի մժամ վերջ, գիննալ նույն պատմությունը պատմեց, կադրես թե երիկ դունը համացայնած են, ինչ պիտներ, ինչ պիտի խոսին, եկան նույն պատմությունը պատմեցին, գիննալ նույնի եղավ։ Գեղձավորություն, Աստծո հոգին մեջտեղ հանեց, Աստված զաղրչլար, Բողոս առաքյալի հետ աշակերտ մգար Թեմաս անունով, և այս Թեմասը գծարայեր Բողոսին հետ, իր անունը 3 տեղ հիշված է Սուրբ Գրքին մեջ, 3 տեղեր, Կողոսացիներուն և Փիլիպեցիներուն նամակին մեջ, որ Բողոս առաքյալ վերջավորության իր անունով փարևներ կղրգե այս եկեղեցիներուն, Թեմասն ալգս է փարև ունի, բայց երբ որ Բողոս առաքյալ ձերացավ և նամակ գրեց Դիմոթեոսին, իր երկրորդ նամակի մեջ, արդեն մահանարիք էր Բողոս առաքյալ, մերներիք էր, այսպես գսե, Թեմասը գսե, զիս ցիկեց աշխարհը սիրելով քնած, աշխարհը սիրեց Թեմասը, դարիներ այո ըսավ, բայց վերջավորության աշխարհը սիրեց և քնած։ Նմանեցավ ճիշտ այդ երկրորդ դղում,
որ այո գուզեմ ծառայել, այո գուզեմ հետևել, այո Պողոս քեզի հետ գուզեմ լալ, այո Աստվածի իմ կյանքս քեզի կնվիրեմ, ըրավ այդպես, բայց չի գրծավ շարունակել։ Այս նախատասությունը միշտ ասած եմ եւ նորեն գսեմ, կարևոր չէ ինչպես կսկսես, կարևորը ինչպես կվերջացնես։ Կարևոր չէ քու կյանքդ ինչ ընթացքներ է գանցնի, կարևորը ինչպես կվերջանա քու կյանքդ, ասիկա է կարևորը։ Բայց երբեք չես գիտեր կյանքդ երբ պիտի վերջանա։ Անոնամար այսօր այնպես ապրիր, որ կարծես կյանքիդ վերջին օրն է, ինչպես պիտի ուզեր կյանքդ վերջանա։ Չես գիտեր։ Մահը քողի պես գուքա։ Ուր է խնդիրը։ Խոսքը թույն է ասել, բայց գադարելը դժվար է։ Թույն է խոսել, բայց եկուր խոսածը գադար է, եկուր խոսածը դր է։ Ուրեմն եկեք այսպես համաձայնենք։ Փոխանակ շատ խոսելու եւ քիչ գադարելու, եկեք փոխենք։ Եկեք քիչ խոսենք եւ շատ գադարենք։ Ես կաշխատեմ որ այստեղ են քիչ գար ժամանակով, էլի ժամանակս գարջեցնեմ, քիչ մի երկար խոսով եմ։ Քիչ խոսենք, բայց շատ գադարենք։ Մեր խոսածը գադարենք։ Արդյոք բաժիններ գա քու կյանքիդ մեջ, որ Աստծո այո ասած ես, բայց այսօր գնայիս կտեսնես, որ չես գադարած։ Թերևս կան։ Գնամանինք բաշտողներու, որոնք չեն հնազանդիր։ Կբաշտենք Աստված, երևույթով, բայց Եսայի մարգարեին պես, կսի անոնք միան փերանով զիս կբաշտեն։ Չի պավեր գսե դերը, որ Հիսուս չի պավեր գսե, որ ինձի դերս եք։ Ոչ թե որ ինձի դեր գսե պիտի մտնե երկնքի թագավորությունը, հաբա ադիգա, որ իմ երկնավոր հորս գամքը գադարե։ Ըսողը չէ որ պիտի մտնե, ով պիտի մտնե գադարողը։ Գտեսնեք, ուր է փանալին, ուր է գախնիկը։ Ինչ կգադարեմ ես այսօր, ինչ կգադարես տուն այսօր։ Անորամար, ոչ թե միան լեզուտ հանցն է Աստուծո, ոչ թե միան լեզվով բաշտե Աստված, այլ բաշտե Աստված, քու ժամանակովդ, քու կարողություններովդ, քու բարգևներովդ, քու նյութականովդ, ինչ որ գրնաս, այդ բոլորը քու խոսքերուդ հետ թող երթան։ Մի բաժներ խոսքերդ եւ գործերդ միասին թող երթան։ Արդյոք մենք կնմանենք այս երկրորդ տղում։ Այո գսեմ, բայց չեմ հներ։ Ճիշտ բանը գսեմ, բայց չեմ հնազանդիր։ Այս երկու դղակը մենք մեզի կներկայացնեն։ Յուրաքանչյուրս ենք այս երկու դղակը։ Ադեներ ըմպոստ խոսքեր ունենք, ոչ կսենք, բայց ետք կգզղճանք, տացիկ ուկանք, կքիդակցենք մեր սխալելարը և մեր ընթացքը կփոխենք։ Ադեներ ժամանակներ ուկա, որ այո գսենք, կխոստովանենք, գնենք, կխոստանանք, բայց չենք կատարեր։ Այս երկու անցերու գրիվ գա մեր մեջ, այս երկու անցերու, այս երկու եղբայրներու բայքար գա մեր մեջ։ Աստված որ մեկը գուզե, Աստված երկու կնալ չուզեր, գիտեք որ մեկը գուզե որ և այո նսես և ալ գադարես։ Աստված աս երորդ ծավագը գուզե, այսպես ասած, որ և այո ասես և գադարող ալլաս, և հարցում ան է որ մեկ վիճակն ես տուն այսօր, և եթե գուզես պոխվիլ, Աստծո հոգին կպոխե քեզի, Աստծո հոգին զորություն ունի քեզի փոխելու։ Փամը չի գա մեր կյանքի մեջ, որ չի գտնալ փոխվել։ Քու ներսդ, քու սրտիդ մեջ, քու ներքին աշխարհի մեջ փամը չի գա, որ չի գտնալ փոխվել։ Աստծո արչև բեր, քու անցդ Աստծո արչև բեր, քու ներքին աշխարհդ Աստծո արչև բեր, քու սիրտդ Աստծո արչև բեր։ Աստված գիտե։ Բիդի չի բերես որովհետեւ ինքը գիտնա, բիդի բերես որովհետեւ դու գիտնաս։ Որ սրտիդ մեջ ինչ կա։ Անորամար փած սիրտդ Աստծո թող ադիգա փոխե։ Եթե ըմպոստություն կա,
թող ադիգա քեզի հնազանդություն դրա։ Եթե անպատասխանատվություն կա, քեզի պատասխանատվության գիտակցությունը թող տնե։ Եթե փառություն կա, քեզի բուժում թող տա։ Ինչ որ կա սրտիդ մեջ, Աստված կփոխե քեզի։ Դեր օրհնի իր սուրբ խոսքին, կարողություն եկեք աղոթենք։ Դեր շնորհակալ ենք քեզ մեր որդուն ճշմարիտ եւ հզոր Աստված ես։ Եվ ոչ մեկ բան կա ով դեր, որ մեր սրտի մեջ դու չես գիտեր։ Ամեն բան հայտնի է քո առջևդ։ Նույնիսկ բաներ, որ մենք չենք գիտեր, բայց դու գիտես։ Մեզի օգնե ով դեր, որովհետեւ միան խոսողներ չլանք, այլ նաև գադարողները լանք։ Մեզի օգնե որ գեղձավորներ չլանք, թերասաններ չլանք, այլ նաև ով դեր, կարողանանք հնազանդ լար։ Չլանք այն ինչ որ դու չես ուզեր։ Չլանք այն մարդոց նման, որոնք միայն թուրսով հետաքրքրված են, թուրսի երևույթով։ Այլով դեր ըլլանք այն վիճակով, այն վիճակի մեջ, որ դու գտեսնես, գփարավորվիս եւ գսես, ահա իմ սրտիս համեմատ մեկը։ Անորամար փոխե մեզի այսօր։ Քո առջևդ կուքանք զղջումով, թարցով, խոստովանությունով դեր։ Օգնե մեզի հնազանդությամբ քալելու։